Ես պրոստը արդեն ոչ թե այս թեմայով ուզում հարցնես ունենալ, ես նայում եմ, արդեն մի քիչ արտաքին ես քաղաքականությունը, որ մենք տեսնում ենք ուրագնում, ու տեսնում ենք, որ Հարևան Պարսկաստանի ղեկավարների հայտարարությունները ոչ թե հակա, այլ իրանք չոր դրել են ամերիկացիները, որ կարծացի, որ մենք չենք ձեզ հետ քննարկելու ու չենք համաձայնության գալու, մոտավորապես է դա իրանց ասած, այսօր Պեզեշկյանն է խոսացել։ Վերջը դա մեր հարևանն է, ամերիկացիներն ասում են երկրորդ վարիանտը, ասում է պատերազմ սկսելն է։ Դուք ինչ եք մտածում, այդ զարգացումն էստեղ մեր հարևանների հետ ինչ է լինելու։ Դուք շատ գլոբալ հարց եք տալիս, որին պատասխանելու համար մի քիչ հեռուս պիտի գանք։ Երբ որ Սպիտակ տուն վերադարձավ պարոն Դոնալդ Թրամփը, իր քաղաքականության կամ նախընտրական խոստումների մեջ կան եւ հուսադրող եւ մտահոգիչ ասպեկտներ։ Հուսադրողի ականատեսը հիմա լինում ենք ռուս-ամերիկյան բանակցություններում, նաեւ ուկրաինա-ամերիկյան բանակցությունները առանձին կան, հենց երեկ են տեղի ունեցել Դոհայում, հիմա Ուկրաինայում խաղաղության հաստատման թույլ շանսեր կան։ Չնայած ես շատ անկեղծ մի նկատառում հայտնեմ, հրադադարի պարամետրերի վերաբերյալ էապես տարբեր են առայժմ մնում Սպիտակ տան եւ Կրեմլի մոտեցումները, որովհետեւ խաղաղությունը կամ հրադադարը իրենք մեխանիկական ակտ չեն։ Իրանք գործընթաց են, որ ունեն կոնկրետ պարամետրեր։ Օրինակ ռուսները հակված են պատճառահետևանքային ամբողջ կապով հակամարտության համապարփակ լուծմանը։ Այսինքն որպեսզի այս պատերազմի ծնող պատճառները օրինակ վերացնելու հստակ երաշխիքներ ստանան։ Իսկ որնա ծնող պատճառը ես ձեր տաղավարում ասել եմ մինչև Թրամփի Սպիտակ տուն վերադառնալը։ Իմիջիալոց, եթե ես պուտինիստ եմ, Թրամփ ինձանից պուտինիստ, այդ պարագայում, դե ես ձեր տաղավարում եմ ասել, որ ուկրաինական պատերազմը հետևանք էր ՆԱՏՕ էքսպանսիայի քաղաքականության։ Հիմա այդ մասին բացահայտ խոսում է նաև պարոն Թրամփը, էքսերտը Պենտագոնի նոր ղեկավարը ավելի կոնկրետ բաներ ասում եւ այլն, բայց հիմա թողենք սա։ Հիմա եթե ուկրաինական պատերազմի հարցում այնուամենայնիվ շուտ աղոտ հույսեր կան, որ մենք կարող ենք ռազմական գործողությունների դադարի հետ գործ ունենալ, դա մեզ համար շատ կարևոր է երկու պատճառով։ Նախ Ռուսաստանի զբաղվածությունը կթեթևանա եւ նա հարավային Կովկասով զբաղվելու ավելի մեծ հնարավորություն կունենա եւ երկրորդը Հայաստանը ստիպված չի լինի ընտրություն կատարել Արևմուտք Ռուսաստան այս երկընտրանքում, Սա շատ կարևոր է։ Բայց Իրանի շուրջ մտահոգիչ զարգացումներ կան։ Թրամփը Իրանի հարցում բավականին հակասական մոտեցում ունի։ Մի կողմից նա հստակ խաղաղության օրակարգի կողմնակից է եւ եկել է պատերազմներին վերջ տալու խոստումով, մյուս կողմից մենք գիտենք, որ նա ամենաիսրայելամետ գործիչներից մեկն է, իսկ Իսրայելը ամեն ինչ անում է, որ Իրանի հետ մեծ պատերազմ բորբոքվի, որին մասնակից կլինի նաև Միացյալ Նահանգները։ Մի կողմից նա Իրանի Իսլամական Հանրապետությանը բանակցելու կոչ է անում, մյուս կողմից դա անում է առավելագույն ճնշման մարտավարությամբ, դա քաղաքագիտական տերմին է եւ Արաքչին օրինակ Իրանի արտգործնախարարը շատ բացահայտ դրա մասին ակնարկեց մի քանի օր առաջ, այսօր էլ այո Փեզեշկյանը նախագահ։ Հիմա մենք տեղյակ ենք նաև եւ ռուսները դա չեն հերքել, որ Թրամփը դիմել է նախագահ Պուտինին միջնորդ լինելու համար Իրան Միացյալ Նահանգներ բանակցություններում, հուսանք, որ ամեն ինչ գնա դիվանագիտական հանգուցալուծման, որտեղ եթե հանգարց իրանական կամպանիա սկսվի կամ Իրանի շուրջ լարվածությունը մեծանա, առանց շահփազանցության եմ ասում, դա կատաստրոֆիկ հետևանքներ է ունենալու Հայաստանի համար։ Դրա համար Ալիևը այս սպասման քաղաքականությունը որտեղ գրել, նա հենց այդ հաշվարկներն ունի, որ Իրանի շուրջ եթե պատերազմ սկսվի, Ադրբեջանը ավտոմատ վերածվում է Արևմուտքի եւ Իսրայելի գլխավոր պլազդարմի, իսկ դրա համար նա գին է ուզելու
նույն Արևմուտքից ու Իսրայելից, իսկ այդ գինը վճարելու է Հայաստանը։ Շատ Հայաստանը, Իրանը, մյուսները, մեր մասն էի խոսում, որ ասեցի Հայաստանը, եւ ընդհանրապես ես ուզում եմ մեր հերոստատիկտողը մի շատ կարևոր հանգամանք ֆիքսի 44 օրյա պատերազմում ադրբեջանական հաղթանակի հիմնական ճարտարապետը հենց Իսրայելն է։ Սա ես ուզում եմ, որ մենք հստակ ֆիքսենք։ Ուրեմն ձեր հարցին, եթե կարճ ամփոփեմ պատասխանը, հույս ունենանք, որ Իրանի շուրջ գործընթացները խաղաղ հանգուցալուծում կստանան, բայց կա նաև ցավոք սրտի մեծ էսկալացիայի կամ տարածաշրջանային մեծ հրդեհի վտանգը։